այգի աշակերտների անդամներից ենք եւ այսօր հարցազրույց կվերցնենք Գեղաշենի բնակիչներից։ Ձեզանից հարցազրույց վերցնել։ Այո։ Ինչի մասին, ինչից եք հարցազրույց վերցնում երեխաներ ջան։ Ինտենսիվ այգիների մասին։ Ահա, դավայ։ Դուք ոռոգում ձեր այգիից։ Մեր այգին ոռոգում ենք ջրով, հավաքում ենք ջուրը տարաների մեջ եւ Գաթիլային համակարգով ոռոգում ենք, ջրում ենք բույսերը։ Ջարեղենը, լոբին, վերջը, ինչ որ ունենում ենք։ Իսկ ինչպես եք էտում ձեր ծառերը։ Մեր ծառերը էտում են գարնան ամիսներին, մարտ ամսին, մինչև ապրիլի սկիզբները։ Կառնու երբ որ գալիս է, մաքրում ենք այգին, էտում ենք ծառները, բարձր ճյուղերը կտրատում ենք, որը որ չորացած է, էտում ենք, մինչև ծառների ծաղկելը։ Դուք գիտեք ինտենսիվ եւ ավանդական այգիների տարբերությունները։ Դե ավանդական ինտենսիվի մեջ տարբերությունը այն է, որ ավանդական ծառները բարձր ենք թողնում, քիչ ենք էտում, իսկ ինտենսիվը շատ ցածր է, էտվում, չգիտեմ ինչ։ Ինտենսիվ այգիները ունենում են կարկտապաշտպան ցանցեր, որոնք պաշտպանում են վերքերը եւ վնասվածքները։ Իսկ դուք կուզենեք ունենալ կարկտապաշտպան ցանցեր։ Ուզենալը կուզենայինք, բայց քանի որ մեր ծառները շատ բարձր են, հավասար չեն, մեկը մյուսից բարձր ցածր են, դրա համար չգիտեմ, եթե լիներ ված չէր լինի, ծաղծատած բան է դա, իսկ դա ձեռք է տալիս ինտենսիվ ծառներին, որովհետև դրանք բոլորը ցածր էտած ու հեկտարներով են ծառները, շատ են, հավասար են։ Ինչպես ասաց մեր այգեպանը, այս տարայի մեջ հավաքվում է ջուրը եւ կաթիլային ոռոգման շնորհիվ ջրում ենք ծառերը եւ ծաղիկները։